Նաև մատնանշում, ես պետք է հիշեցնեմ, որ մեր կարևոր քաղաքականությունն է շարունակաբար համալրել մեր մշակութային արժեքների ցանկը, կառավարությունը վերականգնել է թանգարանների համալրման բյուջեն եւ այստեղ դուք տեսնում եք Մատենադարանի համար ձեռք բերված արժեքավոր ձեռագիրը, որը սեպտեմբերի 20-ին հանդիսավորությամբ փոխանցվեց Մատենադարանին, տեսնում եք նաև բոլորովին վերջերս տարեվերջին կառավարության նիստերից մեկում 12-րդ դարի հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի պատկերը, որը գնվել է Մեծ Բրիտանիայում եւ առաջիկայում կտեղափոխվի կհանգրվանի պատմության թանգարանում եւ դրանով իսկ կարծում եմ, որ մեծ արժեքավորություն կհաղորդի նաեւ պատմության թանգարանի մեր հավաքածուին եւ առանձին ցուցադրություն բնականաբար կկազմակերպենք, որտեղ բացառիկ նմուշ է աշխարհում մինչ այս հայտնի էին ընդամենը 8 նման նմուշներ եւ պետք է ասեմ, որ հայկական փայտագործական ավանդույթի իսկապես թե զարդանախշերի կատարման որակով եւ թե մնացյալ մանրամասներով բացառիկ արժեք է իրենից ներկայացնում։ Թանգարանային ոլորտում մեր աշխատանքի կարևոր ցուցիչ է նաեւ մեր միջազգային համագործակցությունը, այստեղ տեսնում եք սեպտեմբերի 21-ին պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ բացված ցուցադրությունից մի պատկեր, պետք է հիշեցնեմ, որ արդեն երկրորդ տարին էր, որ պատմության թանգարանում մեր երկրի անկախության օրը մենք միջազգային հեղինակավոր թանգարանի հետ համագործակցությամբ համատեղ ցուցադրություն էինք բացում, այս տարվա համար էլ արդեն կան պլանները, Բեռլինի թանգարանի հետ համագործակցությունն է պլանավորվում, նաև ունենք պայմանավորվածություն, որ մեր պատմության թանգարանը ցուցադրություն կկազմակերպի Ակրոպոլիսում, որը նույնպես ամենահաճախ այցելվող զբոսաշրջային վայրերից է եւ կարծում եմ, որ մեր մշակութային ժառանգության տեսանելիության բարձրացման եւս մի կարեւոր քայլ կլինի մեր կողմից։ Իհարկե, այստեղ արդեն տեսնում եք այն աշխատանքները, որոնց մասին մասամբ նշեցի, ֆեստիվալի մասին խոսեցի, պետք է հիշեցնեմ մեր ուրեմն կարևոր նախագծերից նաև ֆիլարմոնիկ նվագախմբի համերգը Պերսեպոլիսում, Իրանում, որը պատմական էր իսկապես, թե վայրի նշանակությամբ, թե այնտեղ կազմակերպված միջոցառման մակարդակով, տեսնում եք բոլորովին վերջերս մասնավորի հետ համագործակցությամբ վերականգնված մեր հուշարձաններից մեկը Կարմիր կամուրջը, որը իրապես Երևանի պատմամշակութային զարդերից կարող է դառնալ եւ իհարկե Ջենիֆեր Լոպեսի համերգը, որը միջազգային հեղինակավոր աստղի հյուրախաղերի կազմակերպման մեր քաղաքականության շրջանակներում շարունակական է լինելու։ Մենք այս տարի արդեն մրցույթ ենք հայտարարել ներգրավելու նաեւ նոր համագործակցություններ եւ վստահաբար մեր հայաստանյան հանդիսատեսն ու զբոսաշրջիկները, որտեղ պետք է հիշեցնեմ, որ շուրջ 15,000 զբոսաշրջիկ են ունեցել այս համերգին, կունենան բազում հնարավորություններ Հայաստան այցելելու եւ իրենց սիրելի աստղերի համերգներին ներկա լինելու։ Այստեղ մենք որոշակի թվային ցուցանիշներ դրել ենք ուսուցիչների ատեստավորման մասով, որոնք արդեն ներկայացվեցին եւ այս տարվա մասնակցությունն էլ տեսնում եք, որ էապես աճ է գրանցել եւ նաեւ սա է վկայում, որ ծրագրի զարգացումը իր բնականon ճանապարհով գնում է եւ ես կուզեմ մշակույթի մասին իմ խոսքը ամփոփել մշակույթի տնտեսականացման մեր մյուս սլայդը պիտի խնդրեմ մշակույթի տնտեսականացման մեր քաղաքականությամբ այստեղ մի քանի բան կուզեմ ընդգծել։ Գիտեք, ես մեկ անգամ ասել եմ եւ ուզում եմ կրկնել, որ որևէ կառավարություն այնքան ներդրում չի արել մշակույթի ոլորտում, ինչքան որ անում է այս կառավարությունը։ Եվ այստեղ պարզ թվեր են, որոնք դա ցույց են տալիս։ Մասնավորապես դուք տեսնում եք թատերահամերգային կառույցների կապիտալ հատկացումների ցուցանիշները 948 միլիոն դրամ 2025 թվականին եւ դուք տեսնում եք ինչ էական աճ է, սա ավելի քան 10 հաստատությունների է տրամադրվել։ Այստեղ մենք խոսում ենք թե նորոգման մասին եւ թե խոսում ենք արդիական սարքավորումների մասին, որոնք գնվում են լուսային, ձայնային եւ որոնք հնարավորություն են տալիս բոլորովին այլ որակի մշակութային արտադրանք ստանալ, ու սա ունենում է կոնկրետ արդյունք։ Պիտի խնդրեմ հաջորդ սահիկը, այստեղ մենք ցուցադրել ենք մեր մշակութային հաստատությունների սեփական եկամուտների աճը,
որ շարունակաբար այստեղ ցուցադրված են թանգարանները, տեսնում եք, որ 22-ին շուրջ 770 միլիոն դրամի մասին ենք խոսում, սեփական եկամուտներ, որոնք թանգարանները կարողացել են իրենք աշխատել այցելությունների միջոցով հիմնականում, 2025-ին արդեն մենք խոսում ենք 1 միլիարդ 662 միլիոն դրամի մասին եւ սա նշանակում է, որ ավելի քան կրկնապատկված են։ Տեսնում եք, որ այս տենդենսը էլ ավելի նկատելի է թատերահամերգային կառույցների պարագայում, որտեղ պիտի հիշեցնեմ, որ մենք ֆինանսավորման նոր մոդել ենք ներդրել 22-ին 1 միլիարդ 634 միլիոնից մենք այսօր արդեն ունենք իրավիճակ, երբ որ 25-ի արդյունքում խոսում ենք ավելի քան 4 միլիարդ դրամի մասին, որը ելի եմ հիշեցնում մշակութային հաստատությունների սեփական եկամուտներն են եւ այն պայմանները, որ ստեղծվում են, նպաստում են, որպեսզի նրանք տնտեսական գործունեության ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն ու հիշեցնեմ ինչ է նշանակում այդ նոր մոդելը, որ մշակութային հաստատության սեփական եկամուտները կրկնապատկվում են պետության կողմից։ Սա նշանակում է, որ ինչքան որ մշակութային հաստատությունը կարողանում է աշխատել, պետությունը այդ գումարը կրկնապատկում է ու դա էապես ավելացրել է մեր այն հաստատությունների բյուջեն, որոնք աշխատում են նոր մոդելով, նրանք կարողացել են էապես բարձրացնել վարձատրությունը ու պետք է հիշեցնեմ, որ այդ մոդելով աշխատում են օպերային թատրոնը, այս մոդելով աշխատում է տիկնիկային թատրոնը, կամերային թատրոնը, այս տարի նույնպես կունենանք նոր հաստատություններ, որոնք կընդգրկվեն նոր մոդելի շրջանակներում եւ այս մոդելի շնորհիվ նաեւ մշակույթը դառնում է իրապես տնտեսության ճյուղ ու սրանք միայն խոսքեր չեն, դուք կարող եք հիշել օրինակ ամանորյա օրերը եւ կարող եք հիշել, թե ինչ բազմազան մշակութային գործունեություններ հասանելի սկսած տարբեր համերգներից, այդ թվում տարբեր ձևաչափով, մինչև մեր թանգարանների գործունեությունը, պետք է հիշեցնեմ, որ մենք մի քանի տարի է, որ ամանորի օրերին նույնպես աշխատում ենք, եւ պետք է ասեմ, որ մեր թանգարաններ այցելություններ գրանցվում են։ Հունվարի 1-ին եւ 2-ին օրինակ ավելի քան 700 այցելու ենք ունեցել մեր 4 թանգարաններում, ինչը նշանակում է, որ սա նույնպես պահանջված ժամանցի ձև է դառնում, այդ թվում տոնական օրերին։ Այստեղ դուք տեսնում եք պետության կողմից հատկացումները հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման բյուջեի շրջանակներում եւ տեսնում եք էլի, որ անգամներով աճ ունենք 22-ին 216 միլիոն դրամի համեմատ մենք 25-ին արդեն ունեցել ենք 1 միլիարդ 386 միլիոն դրամ 23 հուշարձանի մասին ենք խոսում, բայց ոչ միայն մենք մասնավորի հետ համագործակցությամբ նույնպես հուշարձաններ ենք վերականգնում, ընդհանուր առմամբ 48 հուշարձանների մասին է խոսքը, որոնց շուրջ արվում է աշխատանքը եւ ես կուզեմ հատուկ ընդգծել, որ այդ հուշարձանների շրջանակներում մեծ թիվ են կազմում նաեւ կրոնական բնույթի հուշարձանները, մենք այստեղ առանձնացրել ենք մի սահիկ, որտեղ ցույց ենք տալիս, կխնդրեմ այդ սահիկը, օրինակ թե որ եկեղեցիներն է, որ պետությունը վերականգնում է եւ շատ ուրախ կլինեմ, եթե դուք էլ այցելեք եւ տեսնեք օրինակ ինչպես է այդ աշխատանքը արվում եւ այստեղ կան եկեղեցիներ, որոնք որ տարիներ շարունակ որպես առավել վտանգված եկեղեցիներ եղել են առաջնահերթ հրատապության շարքում, ինչպես օրինակ Սրվեղի վանքն է եւ եզակի նշանակություն ունեն եւ դրանք պետության միջոցներով հետեւողական աշխատանքով վերականգնվում են։ Շատ աշխատանքների համար մենք նաեւ դրսի հետ համագործակցություն ենք անում, որտեղ մեր տեղական կարողություններն ու հմտությունները զարգացման կարիք ունեն, օրինակ որմնանկարները վերականգնելու համար իտալացիների հետ համագործակցություն կան աշխատանքներ աղյուսի հետ կապված, որտեղ Իրանի հետ ենք համագործակցում եւ ակնհայտ է, որ նաեւ այդ ուղղությամբ կարողություններ են զարգանում։ Եվ էլի երկար կարող ենք խոսել, բայց ձեր թույլտվությամբ վերադառնանք սպորտի սահիկին ու փորձենք ուրեմն ամփոփել հարցերի հնարավորություն տալով ես առանձնահատուկ կուզեմ ընդգծել մենք այստեղ էլ դպրոցում տեսանք նոր